Բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Կոտայք TV-ի եթերում բարի լույսն է։ Իսկ ձեզ համար տաղավարում աշխատում եմ ես, Ալիտա Եղիազարյանս։ Այսօր ուրբաթ է, շատերի կողմից սիրված օր է։ Քանի որ բուռն աշխատանքային օրվանից հետո կարողանում ենք լիարժեք հանգստանալ եւ լիցքաթափվել։ Շնորհակալ եմ, որ աշխատանքային շաբաթվա վերջին օրը նույնպես միացել եք մեզ, շուտ արթնացել եւ միացել եք մեզ։ Իսկ մենք պատրաստ ենք ապահովել ձեր հաճելի օրվա մի փոքր չափաբաժինը, իսկ այն ապահովելու համար եւ առաջարկում եմ հիմա մենք դիտենք տեսահոլովակ, թարմանանք եւ վերադառնանք ներկայացնեմ մեր այսօրվա հյուրին եւ ասեմ, որ խոսելու ենք շատ հետաքրքիր մի թեմայից։ Բարի լույս եմ աղթում նրանց, ովքեր նոր են միացել մեզ, մեր հյուրը արդեն տաղավարում է եւ ժամանակն է ներկայացնել նրան։ Այսօր մենք զրուցելու ենք մանկաբույժ եւ բուտեիկոյի մեթոդով միակ բժիշկը Հայաստանում Երանուհի Խաչատրյանի հետ ենք այսօր խոսելու։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, փառք Աստծո։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Մենք այսօր շատ հետաքրքիր մի թեմայից ենք խոսելու, բայց միջև բուն թեմային անցնելը մեր ավանդական հարցով սկսենք զրույցի։ Ինչպես է սովորաբար սկսվում ձեր առավոտները։ Առավոտները սովորաբար սկսվում է ինչպես բոլոր աշխատող մարդկանց մոտ՝ արթնանալ, հագնվել, սուրճ եւ շտապել աշխատանքի։ Դուք երկար տարիների փորձ ունեք, հատկապես բուտեիկո եւ նշեցի, որ դուք Հայաստանում միակ բժիշկն եք, որ զբաղվում է, նաեւ հեռուստադիտողներից շատերին հետաքրքիր է, երբ խոսենք հենց սկզբում ինչ է իրենից ներկայացնում բուտեիկոյի մեթոդը ու արդեն մանրամասնենք։ Շատ լավ։ Բուտեիկոյի մեթոդը դա բուժման մեթոդ է, շնչառական։ Դա վարժություններ չեն, դա գիմնաստիկա չի, ինչպես թյուր կարծիք կա, դա լուրջ բուժման մեթոդ է, որը գոյություն ունի 70 տարուց ավել։ Հեղինակը բժիշկ Բուտեիկոն է եղել, գիտությունների թեկնածու, որը դեռևս 1952 թվականին հայտնագործել է եւ ապացուցել, որ դարի տարածված շատ հիվանդությունների պատճառը խախտված շնչառությունն է, այսինքն խորը շնչառությունը, որոնք են այդ հիվանդությունները՝ բրոնխիալ ասթման, բրոնխիտները, ալերգիաները, հիպերտոնիան, նևրոզները, որոնք այդքան տարածված են այսօր, միգրենը եւ այլն, ցանկը բավական մեծ է։ Բուտեիկոն առաջինը բուժել է իր ծանրագույն չարվորակ հիպերտոնիան եւ ինքը նորավարտ բժիշկ էր եւ իրեն ընդամենը տվել էին 2-3 տարվա կյանք, որովհետեւ արագ ընթաց վատանում էր վիճակը եւ առաջինը նա իրեն է բուժել շատ պատահական այդ հայտնագործության միջոցով։ Դրանից հետո ստեղծվել է կենտրոնը, դրանից հետո ապացուցվել է նախկին սովետական միությունում լուրջ ապացուցողական ընթացք է ունեցել մեթոդը եւ արդեն հետո սկսել է բուժել հազարավոր եւ տասնյակ հազարավոր հիվանդների։ Ինչու է մեթոդը այդքան արդյունավետ։ Որովհետև այն վերացնում է հիվանդության բուն պատճառը, սկիզբը, ստարտը, որն է խախտված շնչառությունը։ Եվ հետո տարիներ անց արդեն մեթոդը ներդրվեց Հայաստանում։ Մենք աշխատում ենք շուրջ 30 տարի եւ ապացուցվել է մեթոդը իր արդյունավետության եւ բուժված հիվանդների շնորհիվ։ Իսկ մեթոդը ինչպես է աշխատում։ Ինչ վարժությունների միջոցով եք երեխաների հետ աշխատում։ Մենք չենք աշխատում միայն երեխաների հետ, ուրեմն դրանք պարապմունքներ են, նախ ասեմ։ Դա մեթոդիկա է, որը մշակվել է շատ վաղուց։ Եվ այդ մեթոդիկան պարզ է, պարզեցված է հիվանդ մարդու համար, որպեսզի ցանկացած մարդ կարողանա տիրապետել մեթոդին եւ առողջանալ, եւ իսկապես բազմահազար են բուժված հիվանդները։ Մենք սկսում ենք 2.5 տարեկանից այն տարիքից, երբ որ երեխաները արդեն կարողանում են այդ փոքրիկ պարապմունքները անել, երեխաների մոտ պարապմունքները լրիվ տարբեր են, դրանք խաղեր են, դրանք շատ հետաքրքիր են լինում իրենց համար եւ իրանք նույնիսկ չեն զգում, որ բժշկի են եկել։ Մեծերի մոտ դա գիտակցական մեթոդ է, վարժություններ չեն, ինքը նստած պարապմունք է, մեթոդիկա է։ Երբ հիվանդը գալիս է, սովորում է այդ մեթոդիկան, տիրապետում է եւ տանը կատարելով այդ պարապմունքները աստիճանաբար հասնում է այն արդյունքին, որի մասին ինքը երազում էր։ Պարապմունքները դժվար չեն, գիտակցական է մեթոդը եւ բոլորի համար մատչելի։ Այսինքն միայն հարկավոր չէ մասնագետի մոտ, կարող ենք սովորել եւ տանը նույնպես կիրառել։ Ոչ թե կարող ենք սովորել եւ տանը կիրառել, այլ մենք պարտավոր ենք տանը անել։ Եթե մենք գանք, տիրապետենք մեթոդին, արդեն արդյունք ունենանք, բուժման ընթացքը գնա, բայց մենք տանը չանենք պարապմունքները, մեր արդյունքը կիսատ կմնա։ Բայց այնքան պարզ է եւ այնքան մատչելի են դարձած պարապմունքները, որ լավ տիրապետելուց հետո դուք կարող եք ցանկացած տեղ նստած
պարապմունքը անել, այդ կիրառել եւ ձեզ պահել այն արդյունքները գոհացնող ունենալ, որոնք երազում եք։ Քանի որ միայն խոսելիս հնարավոր չի պարապել։ Երբ որ մենք լավ տիրապետում ենք արդեն մեթոդիկային, մենք կարող ենք պարապել մեքենայի մեջ, տրանսպորտի մեջ, հեռուստացույց նայելիս, կոմպյուտերի առաջ։ Ես միշտ ասում եմ պացիենտներին, մեթոդը ձեզ կյանքից չի կտրում, այս բուժման ընթացքը ձեզ կյանքից չի կտրում, ձեզ կյանք է վերադարձնում։ Եվ դա ապացուցված է։ Իսկ բուժման ընթացքը որքան է տևում, հատկապես եթե աշխատում են մասնագետի հետ, ոչ թե տանը ինքնուրույն։ Նայեք, ուրեմն ինչպես է լինում մեր ընթացքը։ Պացիենտները գալիս են, առաջի օրը մենք զրուցում ենք, ես նայում եմ, քննում եմ նրանց, կատարվում է հետազոտություն, դրվում է դիագնոզ, եթե չկա հաստատված դիագնոզ։ Եթե արդեն կա հաստատված դիագնոզ, մենք մեկ անգամ եւս վերահաստատում ենք դա եւ սկսվում է բուժման ընթացքը։ 10 աշխատանքային օր մեր հիվանդները գալիս են ամեն օր, որպեսզի լավ տիրապետեն մեթոդիկային, որպեսզի տանը ճիշտ պարապմունքներն անեն եւ 10 օրվա մեջ արդեն արդյունք ունենում են։ Ես չեմ ասում, որ 10 օրվա մեջ մենք ապաքինվում ենք։ Ծանր հիվանդը եկավ եւ 10 օրվա մեջ ապաքինվեց։ Դա հնարավոր չի։ Բայց 10 օրվա մեջ մենք ունենում ենք արդյունք եւ այդ արդյունքը տեսնելով արդեն շարունակում ենք պարապմունքները մինչեւ վերջնական լավագույն արդյունքը։ 10 օր հետո մենք չենք ստեսություն ասում մեր հիվանդներին, մենք ունենք 1 տարվա հսկողություն։ 1 տարվա ընթացքում մեր պացիենտները պարբերաբար այցելում են մեզ, գալիս են նորից պարապմունքների։ Եթե որևէ խնդիր կա, գալիս են։ Եթե ինչ-որ մենք ռեակցիաներ ենք ունենում, եթե ռեակցիա ա եղել, մենք միասին նայում ենք, ես լսում եմ նրանց, նայում եմ, ինչ որ պետք է նշանակում է արվում, եթե պետք չի արվում, եւ այդ մի տարվա հսկողությունը նրա համար է, որպեսզի մեր պացիենտները մինչեւ վերջ լավ լինեն եւ ունենան լավագույն արդյունքը։ Իսկ վարժությունները երբ որ նշանակվում է եւ տանը կատարում են, տանը որքան ժամանակը մեկի անհրաժեշտ կատարել օրվա ընթացքում։ Գիտեք, ամեն ինչ անհատական է։ Դա ամեն ինչը քննարկվում է կոնկրետ պացիենտի հետ։ Մեկը ավելի ծանր է, նրան մի քիչ ավելի շատ է պետք պարապել։ Մեկի մոտ թեթև է ընթացքը եւ կարիք չկա շատ երկար պարապելու եւ շատ արագ արդյունք ենք ունենում։ Բայց դուք պիտի իմանաք, որ սա բնական մեթոդ է։ Մենք նոր բան չենք հորինում, մենք վերականգնում ենք խախտված շնչառությունը եւ դրա շնորհիվ վերականգնվում է թթվածնի մատակարարումը բջիջներին նորմալ ձևով եւ հիվանդությունը աստիճանաբար նահանջում է։ Այսինքն փոփոխությունները, որոնք լինում են բուժման ընթացքում, դա ներշնչական չեն, զգայական չեն։ Փոփոխությունները տեղի են ունենում բջջային մակարդակով։ Դրա համար են արդյունքները այդքան լավ եւ գոհացուցիչ։ Եվ գիտեք, այսքան տարի, որ մենք աշխատում ենք, հազարավոր պացիենտներ են ապաքինվել եւ հիմնականում մեկը մյուսին ասելով նորից գալիս են եւ այս ընթացքը շարունակվում է։ Եվ մեթոդը երկար ճանապարհ է անցել ապացուցման։ Ես միշտ իմ պացիենտներին ասում եմ՝ մի եկեք որ փորձեք այլևս, եկեք որ բուժվեք, որովհետեւ ինքը փորձված է։ Եվ սովետական միության դեռ տարիներին նախկին խորհրդային միության տեղի ունեցել 2 խոշոր ապրոբացիաներ, արդեն 85-86 թվերին Մոսկվայում եւ այն ժամանակ Լենինգրադում եւ բոլոր բժիշկները, ակադեմիկները միաբերան ասել են այդ ապրոբացիաներից հետո, որ մեթոդը արդյունավետ է եւ պետք է լայնորեն ներդրվի բրոնխիալ ասթմայի, բրոնխիտների, ալերգիաների, նևրոզների եւ այլ հիվանդությունների բուժման կոմպլեքսում։ Իսկ ձեր նշված խնդիրների դեպքում է անհրաժեշտ միայն դիմել, թե օրինակ եթե չկան նշված խնդիրները, ուղղակի մարդիկ ուզում են ճիշտ շնչառություն ունենալ եւ իմանալ, թե ինչպես պետք է ճիշտ շնչել։ Այդ դեպքում նույնպես կարող են մոդենալ, թե նշված խնդիրների դեպքում միայն։ Նայեք, ուրեմն մեթոդը պետք է առողջներին, որ չհիվանդանան։ Նորմալ շնչառությունը պետք է բոլորին։ Նախ սկսենք դրանից։ Նորմալ շնչել պարտավոր են բոլորը։ Շատերը չգիտեն ինչ է նորմալ շնչառությունը։ Նորմալ շնչառությունը հանգիստ վիճակում պիտի լինի քթով, անձայն եւ աննկատ։ Բերանը շնչական օրգան չէ։ Բերանը նախատեսված չէ շնչառության համար։ Մենք ունենք մեկ արտաքին շնչական օրգան եւ դա քիթն է։ Եվ ներշնչումը եւ արտաշնչումը պետք է լինեն քթով։ Եվ երբ որ դա խախտվում է, երբ որ մենք սկսում ենք շնչել բերանով, տարբեր պատճառներից, գիտեք, մենք հետո դա օրինականացնում ենք։ Եվ սկսում ենք արդեն սխալ շնչել եւ զարգանում են բազմաթիվ հիվանդություններ։ Դա կարծես մի օղակ է, որը աստիճանաբար ընդլայնվում է։ Հիմա մենք ինչ ենք անում։ Մենք վերականգնում ենք նորմալ շնչառությունը։ Եվ դա պետք է բոլորին, նրանք ովքեր չունեն խնդրեմ, որպեսզի չունենան, եւ ցավոք ովքեր ունեն, որպեսզի առողջանան։ Դա իմ երազանքն է, որ գան առողջները, որոնք ունեն թեթև շնչական խնդիր, որոնք դեռ նոր-նոր զգում են, որ ինչ որ սկսել են քթով վատ շնչել։
եւ այլն, ունեն թեթև գլխացավեր, ունեն ինչ-որ փոքրիկ ահագնացող ինչ-որ սիմպտոմներ, որոնք պետք է անմիջապես վերացնել։ Բայց դա հաճախ չի լինում։ Օրինակ, տեսեք, ճապոնացիները դեռ տարիներ առաջ գնեցին պատենտը Մոսկվայի կենտրոնից եւ ներդրեցին իրենց դպրոցներում, որովհետեւ իրենք հասկացան, որ պրոֆիլակտիկան, կանխարգելումը շատ ավելի ճիշտ է եւ շատ ավելի մատչելի է, քան հետո ծանր հիվանդության բուժումը։ Լավ կլինի, որ աստիճանաբար մենք էլ հասնենք դրան, որ մարդիկ նորմալ շնչառություն ունենան եւ երբ որ տեսնեն, որ մի փոքր խախտվում է, անմիջապես վերականգնեն այդ շնչառությունը մասնագետի մոտ։ Այդ դուք նշեցիք, որ մոտ 2.5 տարեկանից սկսած երեխաները հաճախում են, իսկ ինչ եք նկատում, բոլոր երեխաներին ու բոլոր մեծերի համար է այս պրոցեդուրան ցուցված, թե կան դեպքեր, որ օրինակ անհրաժեշտ չի նման մեթոդի դիմելը, նման խնդիրներ։ Եթե մարդը ունի իդեալական առողջ շնչառություն, եթե ինքը շնչում է քթով, եթե ինքը զբաղվում է սպորտով, առողջ է, ոչ մի գանգատ չունի, թող շարունակի առողջ լինել եւ շարունակի պահել նորմալ շնչառությունը։ Մեթոդը որևէ հակացություն չունի, բայց կան խնդիրներ, կան ծանրագույն խնդիրներ, ես հիմա չեմ ուզում դա թվարկել, որոնք մենք չենք ընդունում, ոչ թե որ հակացուցված է, այլ որտեղ արդյունավետությունը ցածր կլինի, արդեն վիճակը այնպիսին է, այնպիսի հիվանդություններ են, որտեղ արդյունավետությունը ցածր կլինի եւ պացիենտը այդքան չի գոհ լինի, որ շարունակի աշխատել։ Իսկ ինքը որևէ հակացություն չունի։ Հակացուցում է, եթե այսպես ասենք, հարաբերական հակացուցում է ծանր շիզոֆրենիան օրինակ։ Մի քանի այդպիսի խնդիրներ, այն էլ ոչ թե հակացուցման առումով, այլ որովհետև կդժվարանա կատարել պարապմունքները։ Իսկ այդքան տարիների ընթացքում, երբ որ կատարում եք այս մեթոդով շնչառական բուժումը, ինչ եք նկատում, պացիենտների թիվը ավելացել են, թե արդեն գնալով մարդիկ բուժվում են եւ պացիենտների թիվը նույնպես պակասում եք, չէ՞։ Գիտեք, ինչքան բուժվում են, ցավոք մի քանի անգամ ավել հիվանդները ավելանում են, որովհետև բազմաթիվ են ֆակտորները, որոնք խախտում են մեր շնչառությունը։ Օդը կեղտոտ է, սնունդը կեղտոտ է, հոտերը, ներկերը, ստրեսները, վիրուսները, նստակյաց վիճակը, որը մեր թշնամին է իրականում, եւ բազմաթիվ այլ ֆակտորներ, որոնք խորացնում են շնչառությունը եւ հիվանդությունները գնալով շատանում են։ Գիտեք, դարասկզբին երեխաների մոտ ասթմա եղել է հազվագյուտ երևույթ։ Այսօր ըստ միջազգային տվյալների վերլուծությունների մոտ 20-ից 30% է բրոնխիալ ասթման երեխաների մոտ։ Տեսեք, ինչ ահռելի թիվ է։ Եվ հետեւաբար պետք է կանխարգելել հիվանդությունը, պետք է բուժել այն։ Հատկապես երեխաների մոտ, գիտեք, իրենք մինչև վերջ են առողջանում, իրենք խաղալով են առողջանում։ Եվ իրենք այդ փոքրիկ պարապմունքները անելով մայրիկների հսկողությամբ, հայրիկների հսկողությամբ իհարկե կամ տատիկների իրենք աստիճանաբար լրիվ լավանում են։ Եվ շատ ցավ է, որ շատերը կամ չիմանալով, կամ չպատկերացնելով, կամ չվստահելով չեն գալիս եւ չեն բուժվում։ Ինձ համար դա մեծ ցավ է։ Իսկ բուժումից հետո, երբ որ լիարժեք բուժվում են, կան օրինակ հակացություններ, որ պետք չէ բուժումից հետո, այսինչ մինչ բուժումը կիրառ օրինակ ծխախոտը կլինի կամ ալկոհոլի չարաշահումը, երբ որ մարդիկ անում են եւ բուժումից հետո դա պետք չի կիրառել օրինակ արդեն։ Նայեք, գոյություն ունի առողջ ապրելակերպ։ Այո։ Եվ առողջ ապրելակերպը պետք է նաեւ առողջներին եւ առավել եւս պահպանել հիվանդների համար։ Մենք դա քննարկում ենք անխոս, մենք դա բացատրում ենք։ Աստիճանաբար, գիտեք, մարդը դժվար է իր սովորությունները թողնում եւ փորձում ենք հասնել առողջ ապրելակերպի, փորձում ենք մարդուն բացատրել, որ այդ վնասակար սովորություններից պետք է ազատվել, բայց դուք գիտեք, որ վերջնական որոշումը կայացնում է ինքը պացիենտը։ Մենք այդ հարցում ճնշել չենք կարող։ Եթե նա թողնում է իր վնասակար սովորությունները, եթե նա ազատվում է դրանցից, շատ ավելի լավ, մեր ընթացքը շատ ավելի արագ է գնում։ Լինում են դեպքեր, որ չեն կարողանում թողնել օրինակ ծխելը, որը շատ ցավալի է, բայց միևնույնն է, պետք է մենք աշխատենք պացիենտի հետ, պետք է մենք իրեն շաստանք, թեկուզ այդ բուժման ընթացքը մի քիչ ավելի դանդաղ կլինի, գուցե այն լավագույն արդյունքը չլինի, բայց թող լինի լավը, բայց լինի, գոնե սիմպտոմներից ազատվի, լավ, այսինքն որևէ դեպքում մենք չենք ասում, այ եթե դու ծխելը չթողնես, չես կարող գալ, ոչ, լավ կլինի, շատ լավ կլինի, որ թողնես, բայց եթե անգամ չթողնի, ավելի լավ է սկսի բուժումը, ավելի լավ է անի պարապմունքները, որտեղ ինքը անհամեմատ լավ կլինի։
Նաև դուք շատ հաճախ որպես մանկաբույժ շփվում եք ավելի հաճախ երեխաների հետ։ Այ երեխաների մոտ ամենատարածված խնդիրները որոնք են, հատկապես ճնչառական, միայն բրոնխիալ ասթման, թե այլ խնդիրներ նույնպես կան, որ շատ տարածված են հատկապես երեխաների մոտ։ Տեսեք, վերջի շրջանում երեխաների մոտ, շատ տարածված են հաճախակի հիվանդացությունը։ Շատ հաճախ է լինում, որ երեխաները դեռ չլավացած նորից հիվանդանում են։ Նախկինում ես այդպիսի բան չեմ տեսել։ Սովորաբար երբ որ հիվանդանում էր երեխան, ասենք գրիպով կամ սուր ռեսպիրատոր վիրուսային ինֆեկցիայով, հետո բավական երկար ժամանակ ինքը էլ չէր հիվանդանում։ Հիմա փոխվել է։ Հիվանդանում են նորից, լավանում են նորից հիվանդանում են։ Տարվա մեջ, չգիտեմ, անսահման կարող են հիվանդանալ։ Շատ տարածված են հիմա քիթը փակ է երեխաների մոտ, շատ շատերի։ Կապված է եւ այդ կոմպյուտերների հետ, կապված է եւ հեռախոսների հետ, նաեւ մեծ նշանակություն ունի, որ իրանք ավելի դստակյաց են եւ սկսում են բերանով շնչել անդադ հիվանդանալով եւ քթայի շնչառությունը դժվար է վերականգնվում։ Եվ քանի որ իրար հետևից հիվանդանում են, հետո արդեն քիթը փակվում է եւ դա ստեղծում են լուրջ խնդիրներ։ Դրա հետևից գալիս են կրուպը, բրոնխիտները, ասթման, ալերգիաները եւ այլն, որոնք այսօր շատ տարածված են երեխաների մոտ։ Եվ գիտեք, այս մեթոդը լավագույնն է այդ հիվանդությունները կանխարգելելու համար, որովհետեւ երբ որ մենք պարապմունքներն անում ենք, երբ որ երեխան սկսում է քթով շնչել, նա աստիճանաբար սկսում է ուշ հիվանդանալ, հետո համարյա չհիվանդանալ։ Եթե անգամ հիվանդանում է, շատ ջնջված եւ արագ է անցնում հիվանդությունը եւ քիթը բաց է մնում եւ իմունիտետը լավանում է։ Հետևաբար սա լավագույն պրոֆիլակտիկան է։ Ես անկեղծ եմ ասում, լավագույն պրոֆիլակտիկան է չհիվանդանալու եւ նշված հիվանդություններից խուսափելու համար, այսինքն բարդություններ չունենալու համար։ Իսկ բացի վարժություններից երեխաների հատկապես իմունիտետը բարձրացնելու համար նաեւ նշանակվում են այլ վիտամիններ կամ այլ հավելումներ վարժությունների հետ մեկտեղ։ Եթե կարիքը կա, միանշանակ։ Եթե կարիքը կա, իհարկե, վիտամինների կամ հավելումների կամ եթե երեխան թոքաբոր բետանում, իհարկե, դա արդեն իր բուժումն ունի սպეციფიկ անտիբիոտիկոթերապիան, այդ ամեն ինչը անհատական է։ Դա ընդհանուր չի, ամեն պացիենտ, որը գալիս է մեր մոտ, ինքը անհատականություն է եւ նրա նկատմամբ վերաբերմունքը նույնպես անհատական է։ Պարապմունքը ինքը մեթոդը մենք սովորեցնում ենք, մեթոդիկան նույնն է, բայց վարումը եւ մոտեցումը լրիվ անհատական է։ Նաև շատ ծնողներ եւ շատ մարդիկ նաև շփոթում են սովորական ալերգիա շնչառական այլ խնդիրների հետ, ինչպես տարբերակել սովորական ալերգիան արդեն խնդրից, երբ որ կա շնչառական խնդիր։ Դա կարող է անել միայն բժիշկը։ Ես ձեզ անկեղծ ասեմ, որովհետեւ երբեմն դրանք շատ նման են։ Իսկապես, ախտանիշները նման են։ Սկսում են փռշտալ, սկսում են հազալ, սկսում է կոկորդը ցավել, քորգալ եւ շատերը կարծում են, որ վիրուս է տանում։ Եթե չդիմեն բժշկի եւ զբաղվեն ինքնաբուժմամբ, իրենք սխալ բան կարող են անել։ Խմեն ավելորդ անտիբիոտիկներ, խմեն ավելորդ դեղորայք, կարծելով, որ երեխան մրսել է ուղղակի։ Խմեն, չգիտեմ, տնական ինչ-որ միջոցներ, որոնք ավելի կխորացնեն ալերգիան։ Դուք գիտեք, որ շատ տնական միջոցներ, որոնք իրականում օգտակար են գրիպի ժամանակ, մրսածության ժամանակ, շատ վնաս են ալերգիայի ժամանակ։ Եվ պետք է ճիշտ հասկանալ, ինչ խնդրի հետ մենք գործ ունենք եւ ինչ բուժում է ինքը պահանջում։ Դա շատ կարեւոր է։ Ծնողը կդժվարանա ինքնուրույն դա անել։ Պետք է դիմել բժշկի։ Մենք նաև շատ հաճախ լսում ենք, որ ալերգիան այն խնդիրն է, որը չունի վերջնական բուժում։ Ինչ կարծիք ունեք այս թեմայի վրա։ Բուտեիկոյի մեթոդով ալերգիաները բուժվում են։ Իրապես բուժվում են։ Դա մեկ օրում չի լինում։ Մի ամսում էլ կարող է չլինել, բայց համառ աշխատանքի դեպքում ինքը նահանջում է։ Աստիճանաբար ալերգիան նահանջում է։ Օրինակ մենք ունենք պացիենտներ, հա, որոնք գալիս են գարնանը, սկսվել է այդ, ինչպես ասում են, սեզոնային ալերգիան, փռշտոց, աչքերի քոր, տրամադրության անկում, գլխացավեր։ Աստիճանաբար սիմպտոմները կառավարվում են, սկսում են նահանջել։ Եվ ես իրենց ասում եմ, հաջորդ տարին, երբ որ կգա գարունը, դուք կտեսնեք, որ համարյա որևէ ախտանիշ չեք ունենա։ Եվ այդպես է լինում է։ Եթե լավ աշխատեք, դուք մի փոքր ինչ որ մի բան կհիշեք, ինչ որ մի բան կզգաք, շուտ կպարապեք, կղեկավարեք, կկոմպենսացնեք եւ այլևս չեք ունենա այդ ախտանիշը։ Եվ գնալով չի կրկնվի։ Միայն այստեղ շատ կարեւոր է, որ պացիենտը ինքը տանը հետևի իր շնչառությանը եւ անի այդ փոքրիկ պարապմունքները, որոնք նորից եմ ասում, նրանց կյանքից չեն կտրի։ Սկզբում որ գալիս են մեր պացիենտները եւ որ սովորում են մեթոդիկան, իրենք սովորում են այդ ախտանիշները պարապելով հանել։ Օրինակ բրոնխիալ ասթմայի նոպան պարապելով թեթևացնել, հետո հանել։
քիթը բացել, հա, ալերգիա կոմպենսացնել, ճնշել, գլխացավը թեթևացնել, հետո հանել։ Հաջորդ քայլը, որ մենք սովորում ենք, թույլ չտալ, որ սկսվի, հենց ուզում են սկսվի, պարապել եւ կանխել, արդեն կանխել, թույլ չտալ սիմպտոմները սկսվեն եւ աստիճանաբար քայլ-քայլ հասնել վերջնական արդյունքների։ Իսկ դուք որ շփվում եք շատ երեխաների հետ, ավելի հաճախ ինչ եք նկատում։ Աղջիկ երեխաների մոտ է նման խնդիրները տարածված, թե տղաների, թե հավասարապես։ Գիտեք, ես չեմ կարող որևէ այդպիսի բան ասել, որովհետև նայած ով է գալիս։ Այս ստատիստիկան երևի կանեն պատկան մարմինները, բայց մեզ մոտ գալիս են հավասար եւ տղաներ եւ աղջիկներ։ Որևէ տարբեր եւ ինչպես նաեւ մեծերը հավասար եւ մեծահասակները գալիս են եւ տղամարդիկ եւ կանայք եւ երիտասարդներ։ Եվ մեր զրույցը ամփոփելով ցանկանում եմ նաև խոսենք եւ խորհուրդ տակ այն ծնողներին, եթե կա խնդիր, անպայման այցելում են մանկաբույժի։ Իսկ եթե չկա խնդիր, որքան ժամանակը մեկի անհրաժեշտ ուղղակի այցելել մանկաբույժի, եթե անգամ չկա խնդիր, ուղղակի կոնսուլտացիայի եւ հայտնաբերելու անգամ չնախատեսել այդ խնդիրը։ Այո, գիտեք, այդպիսի կա մշակված սխեմա եւ ցանկացած ծնող, որը ունենում է երեխա, որը սկսում է շփվել իր մանկաբույժի հետ, ինքը գիտի ինչպես պետք է այցելի ըստ այդ սխեմայի իր մանկաբույժին, ինչ հաճախականությամբ։ Եթե երեխան փոքր է, հաճախ են այցելում, հետո մեծանալուց հետո արդեն գնալով ուշ, բայց գոնե սկզբից 6 ամիսը մեկ, հետո տարին մեկ անգամ եւ կան անհրաժեշտ հետազոտություններ, որին տարին մեկ անգամ անում են եւ բոլոր տեղամասային մանկաբույժները դա ծանուցում են ծնողներին, ուղղակի մնում է որ իրենք դա կատարեն։ Ամեն տարիք ունի իր չափը այցելությունների։ Պետք է ուղղակի հետևել այդ սխեմաներին եւ պարտաճանաչ այցելել եւ կանխարգելել հիվանդությունը։ Միշտ հիշենք, որ կանխարգելումը շատ ավելի հեշտ է, շատ ավելի ճիշտ է, քան բուժումը, այո։ Եւ հիշենք նաեւ Բուտեյկոյի մեթոդը լավագույնն է նշված հիվանդությունների, բրոնխիալ ասթմայի, բրոնխիտների, ալերգիաների, նևրոզների, քթի փակվածության, միգրենի եւ այլն կանխարգելման համար եւ եթե կա արդեն հիվանդություն, ուրեմն բուժումը կլինի արդյունավետ։ Մեր պացիենտները գոհ են լինում այդ ընթացքից։ Շնորհակալ ենք շատ Տիկին Խաչատրյան հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ այսօր զրուցում ենք մանկաբույժ եւ Բուտեյկոյի մեթոդով միակ բժիշկ Հայաստանում Երանուհի Խաչատրյանի հետ։ Այս պահին առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ եւ շարունակենք եթերը։ Մենք վերադարձանք հարգելի հեռուստադիտողներ եւ շարունակում ենք եթերը եւ ասեմ, որ Կոտայքի մարզը հայտնի է իր տեսարժան վայրերով եւ բազմազան վանքերով եւ խորհրդանշանական վայրերով եւ այսօր անդրադառնալու ենք Գեղարդ վանական համալիրի կամ Այրի վանքի մասին, որը գտնվում է Կոտայքի մարզում Գողթ գյուղում։ Տեղակայված է Ազատ գետի աճափին, Հայաստանի այն եզակի հոգեվոր կառույցներից է, որոնք միաձուլված են շրջապատող ժայռերին։ Այրի վանք անունը ստացել է շնորհիվ 140-ի հասնող այրերի։ 2018 թվականին Գեղարդի վանքն ու Ազատ գետի վերին հովիտը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ ունեցող հուշարձանների ցանկում։ Այս կարգավիճակը տրվել է աշխարհի տարբեր երկրներից ընդամենը 17 հուշարձանի։ Այս կարգավիճակը տրվում է միայն մարդկության համար բացառիկ նշանակություն ունեցող ազգային ու մշակութային արժեք ներկայացնող հուշարձաններին։ Այրի վանքը վերջին ժամանակահատվածում հայտնի է դարձել Գեղարդի վանք կամ Գեղարդավանք անվանումներով։ Այդ անվանումը կապված է Հիսուս Քրիստոսի խաչելիության հետ։ Վանք անվանումը ստացվել է Հիսուս Քրիստոսին խոցած Գեղարդի անունով։ Այն համարվում է Սուրբ Մասում եւ 14-րդ դարից սկսած պահպանվել է վանքում, որը մինչ այդ գտնվում էր Էջմիածինում։ Գեղարդ անվանումը փոխանցվեց նաեւ մոտակա ձորին կոչվող Գեղարդաձորը, ինչպես նաեւ Գեղամա լեռների դեպի հարավ ձգվող մի հատված վերանվանվելով Գեղարդասար։ Գեղարդի վանքի մասին ավանդույթները շատ են։ Դրանցից մեկի համաձայն լինում են ազնվական տոհմից մի քույր եւ եղբայր, որոնք ցանկանում են թողնել աշխարհիկ կյանքն ու ձորի մեջ տաճար կառուցել։ Նրանք Աստծուց խնդրում են իրենց օգնել այդ հարցում եւ առավոտյան արթնանալիս տեսնում են, որ բրիչ է խրված լեռան կատարին։ Այդ դեպքից հետո նրանք քրտնածան աշխատում են եւ հիմնում տաճար, որտեղ էլ հետագայում մահանում են։ Կա նաեւ մեկ այլ ավանդույթ, ըստ որի 14-րդ դարում Լենգ Թեմուրը լսելով վանքի մասին որոշում է գալ եւ սեփական աչքերով տեսնել այդ հրաշքը՝ Գեղարդի սուրբ նշանը։ Նա հարձակվում է վանքի վրա եւ հրամայում է իր մոտ բերել սուրբ նշանը։ Սակայն երբ ցանկանում է նիզակներով խոցել այն, ինչ որ
յուրավոր անեական զինվորներ հարձակվում են նրանց վրա։ Լենք Թեմուրի զինվորների մի մասը կուրանում է, մյուսների ձեռքերը չորանում ու քարանում են, ինչից հետո Լենք Թեմուրը թողություն է խնդրում եւ լքում վանքը։ Գեղարդի վանքը հայկական եկեղեցիներից լավագույնն է, ակուստիկա ունեցող կառույցն է։ Գեղարդի վանքի եկեղեցին եւ գավիթները ունեն կատարյալ ակուստիկ հորինվածք։ Գավիթն ունի քառակուսի հատկաձև, որի շնորհիվ այն ձայն համաչափ է սփռվում դեպի շինության բոլոր անկյունները։ Ձայնն անցնելով պատերի միջով վերադառնում է յուրահատուկ մաքրությամբ, որն անդրադառնում է ձայնի տեմբրի վրա։ Կառույցի ներսում գտնվելիս թվում է, թե ձայնը երկնքից է գալիս։ Գեղարդի կառույցների որոշ հատվածներում ձայնի արձագանքը չի մարում նույնիսկ մինչև 40 վայրկյան։ Այսքանը Գեղարդավանքի մասին, իսկ հիմա առաջարկում եմ միասին ուղևորվենք դեպի Արևելյան Ասիայի սիրտ, դեպի Վիետնամ։ Մշակույթների պատմություն եւ անկրկնելի բնության խաչմերուկում գտնվող այս երկիրն իր մեջ ներառում է հազարամյակների հին ժառանգությունը եւ ժամանակակից վերելքները։ Հիմա առաջարկում եմ միասին տեղափոխվենք դեպի Վիետնամ։ Վիետնամ։ Վիետնամի քաղաքական եւ մշակութային կենտրոնը Հանոյը միավորել է հնադարյան անցյալը եւ նոր ժամանակների շունչը։ Այստեղ կարող եք տեսնել գաղության ճարտարապետության նմուշներ, հին տաճարներ եւ ժամանակակից բիզնես կենտրոններ կողք կողքի։ Վիետնամ արևմուտքում սահմանակից է Լաոսին եւ Կամբոջային, հյուսիսում Չինաստանին, իսկ արևելքից եւ հարավից Չինական ծովին։ Երկրի մակերևույթի շուրջ 3/4-ը զբաղեցնում են լեռները։ Ընդերքում են քարածխի, երկաթի, կապարի, ցինկի, անագի եւ ոսկու պաշարները։ Կլիման մերձարևադարձային մուսոնային է, հաճախակի են թայֆուններն ու ջրհեղեղները։ Խոնավ անտառներում կան կապիկներ, վագրեր, արջեր, սկյուռեր եւ վայրի ցուլ։ Վիետնամի կենթանական աշխարհը երկրագնդում ամենահարուստներից է։ Վիետնամի բնակչության մեծ մասը դեռ ապրում է գյուղերում։ Բրնձի մշակումը ոչ միայն տնտեսական գործունեություն է, այլև ազգային ինքնության մի մաս։ Բնակչության 90%-ը վիետնամացիներ են, որոնք խոսում են վիետնամերեն եւ հիմնականում դավանում են բուդդայականությունը։ Արդյունաբերության առաջատար ճյուղը ածխարդյունաբերությունն է, կան նաև մեքենաշինական, մետաղամշակման, նավաշինական եւ նավանորոգման, քիմիական, տեքստիլ, փայտամշակման ձեռնարկություններ։ Գյուղատնտեսության գլխավոր ճյուղը երկրագործությունն է։ Ցանցքատարածությունների գերակշռող հատվածում մշակում են բրինձ, տարվա ընթացքում հավաքում է 2-ից 3 բերք։ Մշակվում է եգիպտացորեն, բատատ, հացարմատ, բամբակենի, արքայախնձոր, ադամաթուս, ցիտրուսներ, մանգո, սոյա, շաքարեղեգ, ծխախոտ, գետնանուշ, թեյ, սրճենի եւ այլն։ Վիետնամը մի երկիր է, որտեղ անցյալը եւ ապագան քայլում են կողք կողքի։ Այստեղ մարդիկ պահպանում են իրենց ավանդույթները, բայց նաեւ բաց են նորարարության առաջ։ Երբ ամառը մոտենում է, մենք փնտրում ենք զովացնող, թարմացնող մի ինչ-որ առողջարար բան։ Եվ այդ փնտրտուքը վերջապես կանգ է առնում մի պարզ, բայց հրաշալի պտղի վրա՝ ձմերուկի։ Ձմերուկը իր բազմաթիվ օգտակար հատկություններ է պարունակում, սակայն դրա չափազանց մեծ քանակությամբ կիրառությունը կարող է առողջության համար վնասակար լինել։ Ձմերուկի մեջ բավական մեծ քանակությամբ լիկոպին կա, որը դրական է ազդում սրտանոթային համակարգի վրա, ինչպես նաև կանխարգելում է տղամարդկանց մոտ շագանակագեղձի հիվանդությունների զարգացումը։ Բացի այդ, ձմերուկի մեջ առկա է ցիտրուլին եւ կալիում։ Վերջինն ունի միզամուղ ազդեցություն, սակայն բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող այս մթերքը զգուշությամբ պետք է օգտագործել, հատկապես շաքարային դիաբետ ունեցող անձիկ օրական ընդամենը 1-2 կտոր։ Մասնագետները միաժամանակ զգուշացնում են, որ ձմերուկի մեջ կարող է մեծ քանակությամբ ազոտ պարունակող քիմիկատներ լինել։ Դրանք օգտագործվում են ձմերուկների արագ հասունացման համար եւ կարող են օրգանիզմում թթվածնային քաղցի պատճառ դառնալ։ Նաեւ քիմիկատների առկայության մասին խոսում են ձմերուկի մեջ առկա սպիտակ կամ դեղնավուն երանգի թելիկները կամ ոչ բնորոշ համը։ Ամռանը թարմ եւ հյութառատ ձմերուկ օգտագործելու իսկական ժամանակն է, այն իսկապես զովեցնում է մեր օրգանիզմի համար, ապահովում է հեղուկի այն չափաբաժինը, որն իրականում ունենք ամռան տապին, սակայն այսքանով չի սահմանափակվում։ Ահա ձմերուկի մասին մի քանի օգտակար խորհուրդներ։ Ձմերուկը պարունակում է լիկոպեն, որը հատկապես առողջարար է սրտանոթային համակարգի առողջության համար եւ վերջերս նաեւ ճանաչվել է կարևոր գործոն ոսկրերի առողջության պահպանման համար։ Ձմերուկը
օգտակար է սրտանոթային համակարգին, քանի որ այն լավացնում է արյան շրջանառությունը եւ կարգավորում է նաեւ արյան ճնշումը։ Լիկոպինը, որը պարունակում է ձմերուկը, նվազեցնում է թթվածնային ճնշումը, որը որպես կանոն ազդում է ոսկրերի այն բջիջների զարգացման վրա, որոնք ներգրաված են օստեոպարոզի պաթոգենեզի մեջ։ Սա նշանակում է, որ ձմերուկը օգտակար է ոսկրերի ամրության համար։ Ձմերուկը պարունակում է նաեւ ցիտրուլին ամինաթթու, որը նվազեցնում է ճարպային բջիջներում ճարպի կուտակումը։ Նաև հարուստ է ֆլավոնոիդներով, դրա շնորհիվ նվազեցնում է բորբոքային պրոցեսները եւ չեզոքացնում է ազատ ռադիկալները։ Ձմերուկը նպաստում է նաև լյարդում ամոնիակի քայքայման գործընթացին, որը հանգստացնում է երիկամների լարվածությունը եւ նպաստում է օրգանիզմից ավելորդ հեղուկի ազատմանը։ Ձմերուկի բետա-կարոտինի հրաշալի աղբյուր է, որ օրգանիզմում փոխակերպվում է վիտամին A, ինչը նպաստում է առողջ մաշկ, ատամներ, փափուկ եւ ոսկրային հյուսվածքներ ունենալուն։ Այսքանն ենք նախատեսել այսօրվա համար, սիրելի հեռուստադիտողներ, ձեզ մաղթում եմ հաճելի հանգստյան օրեր, իսկ մենք արդեն կհանդիպենք երկուշաբթի։